Բողոքի ցույց եւ երթ Ռուսթավելի պողոտայում հավաքվել են ազգային շարժման Պատա Բուրճուլաձեի Ռուսթավելի պողոտա կազմակերպության կողմից հայտարարված հանրահավաքի մասնակիցներն ու նրանց կողմնակիցները։ Հավաքը մեկնարկվել է ժամը 4-ին։ Պատա Բուրճուլաձեն արդեն միացել է հանրահավաքին։ Հանրահավաքին ներկա են նաեւ ազգային շարժման անդամներ։ Ռուսթավելի պողոտա կազմակերպության առաջնորդը Պատա Բուրճուլաձեն ներկայացրել է այսօրվա նախատեսված հանրահավաքի ծրագիրը։ Մասնավորապես նրա հետ միասին կոմիտեի կազմում են Իրակլի Նադիրաձեն, Մուրթազ Զոդելավան, Լաշա Բերիձեն եւ Պատա Մանջգալաձեն։ Մենք ենք սա կազմակերպող մարդիկ, ես բոլորին խնդրում եմ հաջորդ քայլը պետք է մեզ հետ լինեն, մենք բոլորս պետք է հետևենք նրանց եւ նրանք մեզ կհասցնեն հաղթանակի, պայքարեք մինչեւ վերջ, մի մոռացեք դրոշները, հաղթանակը մերն է, ասել է Պատա Բուրճուլաձեն։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հանրահավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի խախտման յուրաքանչյուր փաստին կհաջորդի համապատասխան արձագանք։ Հասարակության անվտանգության եւ հասարակական կարգը պաշտպանելու նպատակով ներքին գործերի նախարարության համապատասխան ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացվել են մայրաքաղաքի տարբեր վայրերում, կապված այս տարվա հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախատեսված հանրահավաքի հետ։ Մենք կոչ ենք անում հանրահավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին անցկացնել հավաք ցույցը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին եւ չխոչընդոտել նրանց ծառայողական պարտականությունների կատարումը։ Օրենքի խախտման յուրաքանչյուր փաստին կհաջորդի ոստիկանության կողմից համապատասխան իրավական արձագանք, ասվում է հայտարարության մեջ։ Լելո, Հզոր Վրաստան եւ Գախարյան անուն Վրաստանի կուսակցությունները լքում են մի քանի անդամ։ Նրանց հայտարարությունների համաձայն նրանք հեռանում են բռնությունից։ Լելոյի անդամներ Դաթո Նադիրաշվիլին, Նոդար Գիգաուրին, Վլադիմիր Բուզալաձեն, Լևան Ռևազիշվիլին եւ Դոմենտի Քորքյան այս մասին գրառել են սոցցանցում։ Վերջիններս Նինո Ծմինդայի Սակրեբուլոյի համամասնական ցուցակի անդամներ են։ Լելոն արձագանքել է կուսակցությունից հեռանալու որոշումներին, բացատրելով, որ սա Պածի կողմից կազմակերպված հատուկ գործողության մի մասն է, որի նպատակն է վարկաբեկել կուսակցությունը։ Սալոմե Սամադաշվիլիի խոսքով Լելոն բռնության կողմնակից չէ եւ այդ պատճառով էլ մասնակցում է ընտրություններին։ Ինչ ցուցանիշ է գրանցվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ներկա դրությամբ ընտրատեղամասերը ժամանել 1,175,817 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 33,5%-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելյանին։ Ինչպես նշել է Իոսելյանին, ընտրողները լավ են ընկալել էլեկտրոնային տեխնոլոգիաները եւ իրենց ընտրությունը կատարում են առանց որևէ խոչընդոտի։ Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Տեղեկությունը տարածում է Պատրիարքարանը։ Կաթողիկոս պատրիարքը քվեարկել է շարժական քվեատուփի միջոցով։ Այսօր հոկտեմբերի 4-ին նորին սրբություն եւ երջանիկ համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ասվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ։ Իր դիրքորոշումը հայտնեց երկրի նախագահը։ Ընտրություն կատարելը ինձ համար իսկապես ավելի հեշտ է դարձել։ Մի կողմից խաղաղություն, զարգացում, կայունություն, իսկ մյուս կողմից քաոս, առճակատում, բևեռացում։ Լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ընտրատեղամասում քվեարկությունից հետո։ Ղավելաշվիլիի խոսքով մենք պետք է վերլուծենք, որ ներկայիս իրականությունը հնարավորություն է տալիս մեր երկրին դառնալ ավելի կայուն, խաղաղ եւ զարգացած։ Բացի այդ, Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընտրողներին, ովքեր այսօր մասնակցում են ընտրություններին։ Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդեն կատարել է իր ընտրությունը Թբիլիսիի 41-րդ ընտրատեղամասում։
Կախա Կալաձեի խոսքով նա իր ընտրությունը կատարել է երկրի բարգավաճման եւ խաղաղության օգտին։ Միակ ուժը, որը այսօր կարող է իրականում պահպանել երկրում խաղաղությունն ու շարունակել Թբիլիսիի զարգացումը, դա վրացական երազանքն է։ Լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելուց հետո։ Վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին իր ընտրությունը կատարեց Թածմինդայի առաջին ընտրատարածքի 3-րդ տեղամասում։ Նա քվեարկություն էր եկել ընտանիքի անդամների հետ։ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ հասարակությունը կլինի ակտիվ, քաղաքացիները հնարավորինս շատ կգան քվեատուփերի մոտ եւ կկատարեն իրենց ընտրությունը։ Վրացական երազանքի պատվավոր նախագահը նաեւ նշել է, որ հենց վրացական երազանքն է հասարակությանը տվել ազատ ընտրություն կատարելու հնարավորություն։ Կուսակցության պատվավոր նախագահը նաեւ հիշատակել է ընդդիմախոսներին, նշելով, որ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ է այսօր անում իրենց ընդդիմախոսները, եթե դրանք օբյեկտիվ հայտարարություններ չեն, վրացական հասարակությունը չի արձագանքի դրանց։ Բնակչությունը սովորել է տարբերել սպիտակը սևից, նշել է Բիձինա Իվանիշվիլին։